Բարի օր բոլորին։ Mountain High Farms, Գեղատապ, Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Սա Գեղատապն է լքված բնակավայր, դրեմ մեր շունիկները, ձիուկը և Դիլիջան ազգային պարկը գեղեցիկ։ Սա մեր ռազմավարական պահոստարված աճ, որը գավրած խոտ է ծախը առվույթ։ Այստեղ մենք մեր անկուսներին այն ժամանակ, երբ որ Շիրաղացի ձորում այստեղից 3.5 կիլոմետր բարձրության վրա փակվում են գաղութավայրերը։ Հենց հիմա մեր անկուսները վերողում են, մենք այսօր վերևից ենք իջել։ Սա մեր ծածկն է, որտեղ որ մենք պահում ենք մեր անկուսներին, երբ որ իջեցնում ենք և մեր դորբերներին, իհարկե, որոնք հիմա այստեղ են։ Մեր երկու անգուս մայրերին թողել ենք այստեղ, որովհետև մենք ունենք խնդիր իրենց ոտքերի հետ կապված։ Ահա այդ անգուս մայրիկներից մեկը և մյուսը։ Հիմա ես պետք է և գտնեմ, մտնեմ ներս։ Հետաքրքիր է, թե դուռը որ կողմից են բացել այս անգամ։ Գեղատապը տաք բնակավայր է։ Այստեղ ժամանակի եղել է մեծ ֆերմա և նա նաև լավ արոտավայր է եղել, բայց թվակ սրտի և ինքը Գեղատապը և արոտավայրը ոչնչացվել է արդեն մի քանի տարի և այստեղ գարնանը և ամռանը բվխտում են ամեն տեսակի վտանգավոր հիվանդություններ։ Ընդամենը մեկ պատճառով, որովհետև ուղղակի անխնա ոչնչացվել է ամբողջ արոտավայրը։ Լավ, տեսնեմ ես կարող եմ ինչ որ ձև առանց այս կոմունիկացիաները ոչնչացնելու նկարել մեր դորբերներին։ Փորձեմ մյուս կողմից։ Մի քիչ ներքև այնքան վաստան մոտ ջրելատեղին է, այնտեղից կարող եմ։ Ամեն օր կենդանիներին բացում են, որպեսզի նրանք գան ջուր խմեն և վերադառնան։ Եվ քանի որ արդեն երեկո է գալիս, ողջը փակել են, որովհետև այստեղ կարելի է կանալ մեր դորբերները շունիկների հետ միասին Հովարի ներեց։ Կամի է, բայց եղանակը դրծվա։ Դորբերները գնան այստեղ մինչև արոտավայրը բացում։ Մենք կացրել, որ հունվարից այսքով իրենք արոտավայր չեն բախում։ Դա իհարկե ավելի այդքան էլ լավ չի, բայց քանի որ մենք այս գեղեցիկ կենդանիների համար շները, որոնք ապրում են դորբերների հետ, դատիր է, որովհետև պահպան է դորբերների և շունը մեծանում է, կերակրվում է և ապրում է ոչխարների մեջ, դա իրեն մնացած Ալաբայի և
բավական լավ, բացի այն մենք նա դարձել եմ իշխանի կամ էլ լեդին է, որ մեր հետ այսօր իջել է գեղատապ, այսօր եկավոր է բարձրը, և կերակրվեն կոպերները այստեղ, ջրի տեղը հեռու չի, գնա մեր ակուստերի մոտ, ջրի տեղը հեռու չի, իրենց այստեղ լավ են զգում, և նորից ասեցի, գլխականը քանի որ մեզ չի, մենք բավականաչափ խոտ ունենք տորպերի համար, անգուստն է կարևոր, որովհետև իրենք ամեն օր ժողովուրդ, ամեն օր ուտում են 50 տուկ, 50 և երբեմն ավել, երբ որ եղանակը ցուրտ է և օրը 60 տուկ և նիհարում են, իրենց հարկավոր է արոտ, նույնիսկ ձմեռային, բայց արոտ, այնտեղ կպահպանեն քաշերը։ Հարու գլուխ անգուստ այստեղ իհարկե չի տեղավորում, բայց իրենք չեն էլ մտնում ծածկի տակ, կամ արգելը իրենց բավական է, իրենք դուրս կգան, կկանգնեն կամ կնստեն ծածկից դուրս, հիմնականում, մինչև որ մենք գարնան գլուխ, այստեղ հարկավոր է մաքրություն անել, որ պետք է ամեն տարի։ Ծածկը բավականին ամուր է, ամրացված են նաև մուտք ու ելքերը, որպեսզի գայլեր հանկարծ պատներով չանցնի մտնեն, չնայած կփորձեն, բայց շներ ունենք և մենք ունենք հատուկ գայլաչքի լուսավորություն, այսինքն թարթող կարմիր գույնի աչքեր են, որոնք միանում են գիշերը, արևից լիցքավորելուց հետո և բավականին օգնում է, որ չթողնի, որպեսզի վայրի կենդանիները մոտենան, հեռվից վայրի կենդանիները կարծում են, թե այդտեղ վայրի կենդանի է, իրենցից մեծ։ Հարկավոր է պատրաստ լինել ցանկացած հնարավոր կամ անհնար իրավիճակների։ Սա արոտային անասնապահություն է, ցածր ծախսերով և ամեն տեսակի հնարքներով, արոտավայրից սկսած մինչև այսպիսի միջոցները։ Գեղեցկագույն ազգային պարկը Դիլիջանի, շատ գեղեցիկ վայր, այստեղ եղել է մեծ գյուղ, ապրել են 180 բնակիչ, մինչև 87 թվականը։ Բավականաչափ խոտ ունենք և հատկապես, որ անգուստները հիմա այս խոտը չեն օգտագործում։ Փորձեմ ավելի կարճ պահել այսօրվա տեսանյութը, ժողովուրդ, այս գեղեցիկ տեսանով, գեղեցիկ գեղատափի, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար, հետևեք մեր ալիքին, հետևեք մեր տեսանյութերը և տարածեք, հավանեք, հարցեր տվեք, ինչպես նաև այցելեք այս տեսանյութի տակ դրված մեր կայքէջը, որտեղ դուք կարող եք ծանոթանալ և մեր տնտեսության մասին նորությունների, մեր սկզբունքների, այլ նորություններ, անասնապահության վերաբերյալ ժամանակակից նորություններ
Ինչպես նաև առցանց կարող եք գնել այնտեղից մեր արտադրանքը։ Շնորհակալություն։ Ահա, ինչպես են բազում նորմերները